Պարոն Ղուկասյան, երեք քարոզարշավի ժամանակ հայտարարեցիք, որ իշխանական ամբողջ ապարատը աշխատում է ձեր դեմ։ Նաև հայտարարություն արեցիք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մարդկանց ահաբեկում են, որ եթե ՔՊ չեք ընտրելու, վատ կլինի ձեր համար։ Այս մասին եմ ուզում ներկայացնեք, քաղաքացիներն են ձեզ բողոքել, թե դուք ինքներդ ունեք ինֆորմացիաներ։ Դե ես ինֆորմացված մարդ եմ, ում որ իրենք տանում են, դրանից հետո ես իմանում եմ։ Ես դրանից հետո իմանում եմ, չեմ ուզում անուններ տալ, ես չեմ սիրում անուններ տալ, բայց դա հստակ է եւ ես ընդհանրապես չեմ սիրում ինչ որ շառ անել որևիցե մեկի վրա ինչ որ մի բան գցել։ Այո, միանշանակ այդպես է, աշխատում է ամբողջ ապարատը եւ աշխատում են իմ դեմ։ Այո, որովհետեւ իրենք գիտեն, որ իմ ձայները շատ է, մի խոսքով, բայց թե բանը, ինչ կանել անեն, չի ստացվի։ Չի ստացվի, որովհետև ժողովուրդը այնպես է ոգևորված, այնպեսի վիճակի մեջ է, որ գիտեն, որ երկիր են կորցնում։ Սա քաղաքապետի ընտրություն չէ, սա երկիր կորցնելու խնդիր է, եւ դրա համար ժողովուրդը ոտքի ել է։ Ոչ միայն Գյումրի քաղաքի, եւ ամբողջ կողքի գյուղերի, Հայաստանի Հանրապետության, Երևանից սկսած բոլոր արտասահմանից։ Ասեմ ձեզ, որ արտասահմանի հայերը Գյումրեցի են ման գալիս, որ ասեն զանգ տվեք, գնացեք Վարդան Ղուկասյանին, այդպիսի վիճակ է։ Երեք երբ իշխանական տեխնացուին հարցնում էինք ընդհանրապես Հայաստանի խնդիրներից եւ նաեւ այդ խաղաղության պայմանագրից, որ պատրաստում է Նիկոլ Փաշինյանը կնքել, անդադ ասում են, որ եկեք վերադառնանք Գյումրի, եկեք Գյումրիի ընտրություններից խոսենք, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը վստահ է, որ գյումրեցին իրեն է ընտրելու, եթե իրենք կենտրոնանան Գյումրու վրա, այլ ոչ ամբողջ Հայաստանի մակարդակով։ Ինչու են անդադ ուզում, որ հենց միայն Գյումրիից խոսենք, Գյումրիում վստահ են, որ իրենք հաղթելու են։ Իրենք ես կարող եմ հիմա ասել, որ իրենք տեսնում են իրենց պարտությունը։ Իրանք այստեղից սկսեցին, 2-3 հոգի էր, մեկ է մեր չալո շուն ունենք, այդ չալոն չգիտեմ ինչ երեցին, կորցրեցին, բան, չալոին մենք ման են գալիս, որովհետև ընդհանրապես ինքը ձայներ չի ունեցել դրանից առաջ։ Եթե իրեն նախկինները չհանձնային պետությունը, Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը գիտեն, ինչ կանել նրանք նախկինները մարդկանց բերանները փակեն, վախեցնեն, ինչ անեն, ինչ չանեն, ամբողջ երկիրը գիտի, որ ով է բերել Նիկոլ Փաշինյանին այդ փաստը։ Նախկինները հանրապետական կուսակցություն ազգային ժողովում ում էր քվեարկում, ով հանձնեց պետությունը Նիկոլին, Սերժ Սարգսյանը, Նիկոլը ում քաղաքական բանն է, երիտասարդն է, ասեմ բան, Լևոն Տեր-Պետրոսյանի, Եվրոպամետ, միանշանակ դա ով չգիտի, որ այդպես է։ Այդ բոլորը գիտեն, հիմա ինչ կանել պահեն, ինչ կանել չգիտեմ, ինչ անեն, էլ չի լինի։ Դա բացվել է, բոլորը տեղյակ են, բոլորը ճանաչում են, անձամբ գիտեն, անձամբ։ Ընտու հովիվին, եթե հարցնես հովիվներին, իրենք քեզ կասեն, թե ով է բերել, ինչ է արել, ոնց է արել։ Այդ միայն ես չեմ ասում, ամբողջ երկիրն է ասում։ Պարոն Ղուկասյան, 9 տեխնացու կա, 9-ից որոշ մասը իշխանական են, թեև տպավորություն է ստեղծում, որ ընդդիմություն են, բայց նաև կան այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Ինձ հետաքրքիր է ձեզ միայն իշխանությունն է ձեր դեմ պայքարում, թե այլ տեխնացուներն են։ Գիտեք ինչ, մի բան ասեմ, ես օրինակ տեխնացուներին ոչինչ բան չունեմ ասելու, հետո անձնական իրենց բանի հետ կապված ոչինչ բան չունեմ ասելու, բայց մի բան գիտեմ, որ շատերը չեն ուզեցել ընդཐུպ առաջադրել իրենց տեխնացությունը, բայց իրեն Երևանը նախկին եւ ներկայիս շատ չինովնիկներ, որոնք կուսակցությունների տերերն են, ստիպել են շատ մարդկանց, որ պետք է առաջադրեք ձեր տեխնացությունը։ Եվ մինչև այսօր էլ մարդիկ փոշմանած են, որ առաջադրել են, սրա միտքը նա էր, որ ասենք ինձանից ձայներ կողանան, ինչ ձևով, որովհետև եթե մարդ առաջադրում է տեխնացությունը, քաղաքը մի փոքր այդքան մեծ չի, այնտեղ ձայների շատ հատվածը, որոշակի հատվածը պետք է գնա, որ ասենք հորողբորս տղեն է, քերրիս է, մորկուրիս մարդն է, չգիտեմ ինչ է, այդ սկզբունքը քաղաքում եւ հայ ազգի մեջ ընդհանրապես միշտ կիրառվում է եւ որոշակի զանգված ամեկի վրա կբաժանվի, հետո իրենք կհավաքվեն, որովհետեւ մեծամասնությունը նախկին եւ ներկայի այդպես բանակցություններով իրար հետ, որ իրար հետ համագործակցում են եւ այդ հարցը այդպես կլուծեն, բայց ես գիտեմ, որ պետք է այսպես լինի, բոլորը միասին իմ ձայների չափ ձայն պետք է չհավաքեն, որովհետև ես այդպես աշխատել եմ ու ապրել եմ, թող ինձ ներեն եւ իրենք եւ մնացածը, բայց ես համոզված եմ, որ այդպես է։
Համոզված եմ։ Որ ընթացքում հնարավոր է տեխնացուներ լինեն, որ ձեզ հետ կոալիցիա կազմելու։ Ինչ է պատահել։ Եթե մի հատ սպասենք, նայենք ինչ կլինի, ով ինչ կան ձայն կհավաքի, եթե անհրաժեշտություն եղավ, հետո դրա մասին կխոսենք։ ԿՊ-ն առաջարկի, պարոն Ղուկասյան։ Միանշանակ ԿՊ ճանապարհ չունեմ անցնելու։ Միանշանակ։ Եթե ես ուզենայի իրենց հետ համագործակցել, ես 7 տարվա մեջ շատ առաջարկություններ են եղել, որ ես իրենց հետ համագործակցեմ, ես իրենց հետ ճանապարհ չունեմ գնալու։ Ես այլ մարդ եմ, ես ուրիշ ձևի եմ մտածում, իրանք ուրիշ ձև են մտածում։ Օրինակ իրանք հոմոսեքսուալիզմը, այդ ԼԳՏԲ-ն բան տեղ են տալիս, իմ առաջի ողերիմ թշնամին այդպիսի մարդիկ են, որովհետև Սոդոմ Գոմոր քաղաքները Աստված է տեղից ավիրեց։ Գիտես մարդը կարող է հիմա ինչ որ բան էլի, ինչ որ սիրում է այդ կյանքը, բան, բայց ասենք ոչ այլասերված ձևով։ Գոնե այդ պահը պահել, այս դրա մասին ընդհանրապես խոսել չի կարելի, ընդհանրապես այդ պահի մասին։ Ես այդպես եմ մտածում, առաջինը դա, հետո բանը թուրքերին բերել Հայաստան, դուք պատկերացնում եք, ասում է հարևան ենք, ինչքան պետք է այսպես մնանք։ Ուրեմն ցեղասպանությունը մեր համար առաջնային խնդիր չէ։ Մենք պետք է թուրքերը ինչ ասում են այսօր Ալիևը եւ Էրդողանը ինչ ասում են, սրանք վախվորիկ ձևով կատարում են։ Իրենք ասում են, հենա Գյումրին ռազմաբազան կա, այստեղ թուրքերի հետ հարևանությամբ է Գյումրին ու վերջին Այդ ռազմաբազանը մեզ պահել, այդ ռազմաբազանը մեզ պահել մինչև այսօր, որ Հայաստանը անկախ է։ Եթե այդ ռազմաբազան այստեղ չլիներ, կամ ռուսական դրոշակը այստեղ չլիներ, կամ խորհրդային միության հետ մենք ուրեմն խորհրդային միության մեջ ընդգրկված չլինեինք, 1000 տարի դրանք մեր ողերիմ թշնամին են եղել։ Ոչ միայն իրենք, եւ պարսիկները, եւ թուրքերը, եւ արաբները, եւ մոնղոլները, եւ բոլորը հարձակվել են մեր հայրենիքի վրա։ Մեր երաշխիքը այսօր ես գտնում եմ Ռուսաստանի հետ։ Վերջին շրջանում գիտեք, Նրանց հետ չեմ ասում հարաբերությունները վերացնել բան։ Մենք իրավունք չունենք ոչ մեկի հետ հարաբերությունները փչացնել։ Մենք բարի դրացիական հարաբերություն պետք է պահենք բոլոր հետ, աշխարհի բոլոր երկրների հետ։ Ես կողմնակից եմ դրան։ Բայց մեր անվտանգությունը այսօր ես գտնում եմ Ռուսաստանի հետ։ Եթե այլ երկիր կա, որ իրոք կհավատանք ազգովի, որ իրոք իրենք կպաշտպանեն, եթե հարձակվեն մեր վրա, իրենց զինվորը այստեղ կկռվի, եթե նմանատիպ երկիր տեսնենք, քննարկման առարկա կլինի։ Պատերազմի ժամանակ ռուսական կողմը ասում են, որ պատշաճ չի արձագանքել եւ չի պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը, անգամ այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունը եւ ադրբեջանցիները զավթել են Սուտ են խոսում, միանշանակ սուտ են խոսում։ Ուրեմն մենք մեր տեղը երբ ենք կռվել, որ մեր հրամանատարությունը ինչ հանձնարարականն է տվել, ինչ են արել, որ մենք ռուսից ինչ ենք պահանջում։ Ռուսը մեզ մշտական ասում է. դուք այն ժամանակ, որ կռվում էիք իրենց հետ, իրենք եկեն գել էին Մոսկվայի Կրեմլի ոտքերը, որ հայերից ազատեք մեզ։ Էս ինչ եղավ ձեզ։ Այդ սուտ խոսակցությունները գցում են ռուսի վրա։ Պետք է մենք կարողանանք մեր տեղը կռվել։ Հրաման եք տվել ամբողջ երդասարտներին, զինվորներին, հազարավոր զինվորների հետ ենք խոսել։ Հրաման եք տալիս եք կանչում, թուրքերին տեղը տալիս եք, անօտաչու թրջող սարքերը բերում, բոմբերը գցում էին երեխեքի վրա։ Այդ ով չգիտի։ 16 թվականին ուրեմն հստակ ֆիքսած է եղել, որ անօտաչու սարքերի դիմաց զենք պիտի գնեք 130 միլիոն գումարով, թե 170 միլիոն դրամն էլ պատրաստ բյուջեի մեջ ֆիքսած է եղել, որ անօտաչու սարքերի դեմ պետք է պանցիր տեսակի ռուսական զենք կա եւ էլի մի երկու տեսակի անուններս պահին չգիտեմ։ Ուրեմն հստակ ֆիքսած դրված։ Եկար, ուրեմն այդ զենքերը չբերեցիր, գնացիր 130 միլիոնի ինքնաթիռ բերեցիր, որ ընտուփ ռակետները վրեկը չէ։ Այդ ով չի հասկանում, թե ինչ է արել։ Մինչև պատերազմի սկսվելը 4 ամիս թե 6 ամիս առաջ, ուրեմն հագաօտային պաշտպանության զորամասերը 4 հատ զորամաս փակել ես, երկինքը բաց ես թողել։ Այդ ֆիքսած է, հստակ փաստերի մասին է խոսքը։ 5000 բայևորի աֆիցեր պատերազմին մասնակից, պատերազմը հաղթանակած 5000 աֆիցերների գործից ազատել ես։ Ով չի հասկանում ինչ ես արել։ Էլ հերիք չէ, էլ հերիք չէ սուտ խոսակ։ Հստակ հանձնել եք երկիրը Արցախի ղեկավարների հետ միասին հանձնեցիք Արցախը թուրքերին։
Դա հստակ է, ոչ ոք չի կասկածում դրա վրա։ Կգա ժամանակ կբացահայտվի ձեր կատարած այս ամեն ինչը։ Իսկ ովքեր էլ որ հիմա ուզում են լղոզեն, փագեն ձեր կատարած դավաճանությունը, դրանք էլ ձեզ հետ պիտի պատասխան տան։ Եվ Աստծո առաջ, եւ Սողոմոն Թելերյանների։ Վաղուկ այսօր նախկին նախագահների թիմերն են այս օրերին իրար հետ վիճում, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Երկրորդ նախագահի աջակիցներն ասում են, որ Սերժը բերեց, Սերժի աջակիցներն ասում են, որ այդպիսի բան չկա, հեղափոխություն է եղել եւ այլն։ Եվ պատտվում է այն հայտնի տեսանյութը, որտեղ դուք ասում եք քայլերա մերժիր Սերժին ու ասում են, ահա այսպիսի մարդիկ են Նիկոլին բերել։ Հիմա այդ մեղադրանքն է ձեր Ուրեմն գիտեք ինչ, իրենք են այդ լոզունգը իրենք են ընդրել։ Հասկանալի է։ Հենց այդ նախկին Սերժ Սարգսյանի թիմն է այդ լոզունգը նախընտրել։ Հետո այդ ինչ մի հատ վատ բան եմ ասել, որ այդպես սաղը խառնվել եք իրար։ Այո, քայլարա մերժի։ Հենց ճիշտ եմ ասել։ Ինքն է բերել Նիկոլին, իրանք միասին են, ով չգիտի, այս բոլորն է լավ գիտեն։ Այստեղ ուզում եմ որ Ռոբերտ Քոչարյանին իրենց հետ չտեսնեմ, սրդանց ուզում եմ, բայց հարցեր ունեմ տալու, պետք է հարցեր տամ։ Ով այսօր Նիկոլին բերել է, ով Նիկոլի հետ է, միանշանակ իմ մոտ տեղ չունի եւ իմ տեսակի հետ տեղ չունի։ Հայրենիք տվողի հետ, փողով հայրենիք վաճառածների հետ երբեք մենք քայլ դատավալ ոնց կարելի է հայի տղեն նմանատիպ մարդկանց ուրեմն բանը ծածկի թե մակուր է ինչ է դե իրանք պաշտոն պետք է ստանան ես նմանատիպ մարդկանց ընդհանրապես դարձնում եմ իմ թշնամիները Պաղոկ ասեմ դուք ինչպես եք դարձրել հանրապետական օրինակ Սարիկ Մինասյանը մեծ հարցազրույցում ասում է որ ձեզ վատ վիճակում հիվանդանոցից բերել են եւ ստիպել են որ դուք ՀԿ-ական դառնաք այդ ինչ պատմություն է Գիտեք ինչ այն ժամանակ ես որ աշխատում էի ես անկուսակցական եմ եղել Եվ չեմ ուզեցել որևիցե մի կուսակցության պատկանելություն ունենալ։ Բայց կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին եւ երկրի այն մարդկանց, որոնք կուսակցական չէին, ամեն մեկ ուզում էին տանեին իրենց կողմը։ Իսկ ես այստեղ բոլոր կուսակցություններին հաղթողն եմ եղել, բոլորին։ Հանրապետականի մի քանի անգամ իրանց տեխնազուներին այստեղ ես ընդհանրապես քաղաքականությունից զրկել եմ։ Դրանից առաջ ՀՇ-ին, երկրապահին, մի խոսքով ինձ այստեղ ոչ ոք չի կարողացել Դաշնակցությանը, ինչ կուսակցության անուն գիտես, բոլորին այստեղ, եթե մի բան անեին, պետք է Ղուկասյան Վարդանը անպայման ինձ հարցնեին, սրան ոնց եք ընդրում, բան եք անում, եւ դրա համար բոլորն աշխատում էին, որ ես դառնայի ինչ որ իրենց կուսակցությունից։ Շատ խնդրեցին, շատ ասեցին, վերջը այստեղ ես հասցնելով ես մտա հանրապետական կուսակցության մեջ չուզենալով 3 ամիս հետո ինձ խփեցին 3 ամիս հետո ես 2000 այդ գործը բացահայտված չէ պետությունը պետք է բացահայտի ներքին գործերը ուրեմն 2007 թվականից մինչև 12 թվականը ես իրենց խորհրդի նիստերին ընդհանրապես չեմ մասնակցել երկրում չկա մեկը որ այդ կամ բացա բոլորն իրար հետ այդ խորհրդի նիստի անդամները բոլորն իրար հետ Ողորմածիկ մանվել, բան, որոնք քաշ ունեցող տղեկ են։ Այդ կամ բացակա ունենային, ռոպեական խնդրեմ կունենային։ Միակ մարդն եմ եղել, որ չեմ մասնակցել։ Այսինքն իրենք գիտեին, որ ես իրենց հետ ճանապարհ չեմ գնում։ Եվ միակն եմ եղել ժամանակ, որ գործող պատկերացրա երկիրի ղեկը հանրապետական կուսակցության ձեռքն է, բոլորն ուզում են մտնել հանրապետական կուսակցություն, որ պաշտոն ունենան։ Ես միակն եմ եղել, որ դուրս եմ եկել։ Հետո ինչ այդտեղ հենց մի հատ ասեք իմ մեղքը ո՞րն է։ Դե ասեք, որ ես հասկանամ։ Եղել է ինչ-որ պահ երեկ ձեզ հարցրեցի, որ ձեզ արգել են, որ մասնակցեք քաղաքապետի ընտրություններին, նաև իշխանական թևն է երեկ այդ մասին գրում, որ ձեզ Այո։ Պատմություն է դա, ինչու է։ Ոչ մի պատմություն, ուղղակի ասեցի մի մասնակցի։ Ովքեր ասացին։ Հիմա կարևոր է, որ ասեմ։ Կարևոր է, իրավապահ համակարգը ճնշում գործադրեց։ Ինձ իրավապահ համակարգը չէր կարող այդպեսի բան ասել, ինձ վարչապետն է չէր կարող ասել։ Այն ժամանակվա երկրի նախագահան, ուրիշ ոչ ոք։ Եվ ձեր փոխարեն Բալասանյանը դրել։ Այո, Բալասանյանն էլ ասում էր մեր մարդն էր, լավ է, բան, իրանք ելույթներ էլ ունեն, բան։ Հետո Բալասանյանը ԿՊ-ի հետ։ Հետո Բալասանյանը ես չգիտեմ ինչ եղավ, ոնց եղավ, օրինակ, որ չեմ ուզում այդ Բալասանյանին հիմա որ քանի որ ինքը բանի տակ է, այդպես տեղեն բանդարկված է բանը, ես իր մակարդակին չեմ։ Այն ժամանակ որ ին վրես հարցակվել էին, ինքը մի բան էլ
բաներ տալիս, տոներ տալիս, գազեր տալիս իմ վրա բան էին անում էլի, ինքը այդպես է, բայց ես այդպես չեմ։ Հիմա իրան բոլորն էլ գիտեն, բան, ես կուզենայի, որ ինքն էլ լեղներ, ինքն է տներ իր տեխնոլոգիությունը, հələ տեսնեինք ինքը ինչքան ձայն կհավաքեր, ինձ համար շատ կարևոր էր էլի եւ բոլորի համար։ Ինչու պետք է գյումրեցիները ձեզ ընտրեն։ Ինչ առանցքային հարցերն Որովհետև հիմա այս որ դուրս ես գալիս, ինչ տեսնում ես իմ օրոք է կառուցվել։ Երկրաշարժից հետո ինչ որ այս քաղաքում կա, իմ օրոք է կառուցվել, եւ մասնավորը, եւ պետականը։ Բա քաղաք կառուցողին եթե չեն ընտրում, խիղճ ունեցողին եթե չեն ընտրում, հայրենասերին եթե չեն ընտրում, եկեղեցի, ուրեմն հայոց եկեղեցու ջադագովին եթե չեն ընտրում, բա ում ընտրեն։ Եվրոպական թուրքահաբատակ մարդկանց։ Ես եթե ընտրող լինեի, կընտրեի թե ով է այս մարդը ինչ է արել, եւ անձնական, եւ քաղաքական առումով։ Ամբողջ այս քաղաքը ինչ որ հիմա գալիս կանգնում եք, այս շենք շինություններ, այս բնակարաններ, մարդկանց հետ կան 40,000 ու ավելի տնակ եմ հեռացրել, դու հասկանում եք ինչ է դա նշանակում։ Մեռած քաղաքը ոտքի եմ կանգնեցրել։ Այս շենքերը որ կառուցված է, իմ այրան գնով է կառուցված եւ իմ ընկերների որ 4 հոգի մահացան։ Էլ եթե այդպեսի տղուն չեն կընտրում, բա ում են կընտրում։ Ինչ եմ ուզում ասել, եթե ինձ չընտրեն, ուրեմն կշահի իմ ընտանիքը եւ իմ մոտիկները։ Եթե ինձ ընտրեն, կշահե քաղաքը եւ երկիրը։ Իսկ ձեր ծրագրի մեջ կան ինչ որ կետեր, որ եթե օրինակ կգաք իշխանության, ինչ է կառուցելու։ Շատ կետեր ունեմ, որ ոչ մեկի մոտ չկա։ Օրինակ մի կարևոր բան ասեմ։ Այսօր շատ անհրաժեշտ է, որ մեր դպրոցականները 8-րդ եւ 10-րդ դասարանի տղաները պատրաստ գնան բանակ, այսինքն դպրոց են բացելու պարտադիր։ Քաղաքում ունենալու ենք ռազմական դպրոց, պարտադիր։ Քաղաքապատկան, լուրջ մասնակիցներ են բերելու եւ ֆինանսավորելու եմ։ Հիմա թուրքահաբատակները քարծակվեն վրես։ Ուրեմն այդտեղ պատրաստելու եմ անօտաչու թռչող սարքեր։ Այդտեղ սովորացնելու եմ երեխաներին, որ անպայման մեր երիտասարդները պատրաստ կարողանան կառավարել այդ թռչող անօտաչու սարքերը բանակում։ Այդտեղ հրանոտի հետ եմ անպայման սովորացնելու, որ հրանոտից օգտվելու ձև ունենան, մինամյոտների հետ։ Ուրեմն լուրջ դպրոց եմ բացելու եւ անձնական եմ ֆինանսավորելու եւ դրսից ուրեմն քաղաքի են գյումրեցիները, որոնք ինչ որ մի բան ուզում են անել քաղաքին, դրանց էլ եմ ասելու, որ օգնեք այսպեսի դպրոց ենք բացելու եւ քաղաքապետարանը ուրեմն անպայման պետք է այդտեղ ֆինանսավորի։ Պարոն Ղուկասյան, ձեր կառավարման տարիների ձեռքբերումների մասին խոսեցիք, բայց նաև շատ են շահարկում, իշխանական թեմ շատ է շահարկում, որ կրիմինալ է եղել ձեր կառավարման շրջանում եւ դա չեն մոռանում գյումրեցիները։ Ինչի մասին է խոսքը։ Դե հիմա կտեսնենք դիմացի ընտրությունները, կտեսնենք կրիմինալ է եղել, թե ազատություն է եղել։ Ուրեմն հիմա այնտեղ հիմա ուրեմն հանել են ստատիստիկան եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի օրոք հանրապետությունում ինչքան հանցագործությունը տեղի ունեցել։ 4 անգամ ավել տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գյումրին որպես երկրորդ քաղաք ուրեմն գտնվել է 5-ից 7-րդ տեղը։ 5-ից 7-րդ տեղը պատկերացրեք։ Իսկ հիմա իմ վրա 2-3 անգամ ավելի շատ է կրիմինալը եղել Գյումրի քաղաքում, քան թե ասենք իմ աշխատած տարիներին։ Հետո դա ինձ հետ ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ներքին գործեր կա, թող իրենք պատասխան տան, դա իրենց գործն է։ Ուրեմն սովետական միության ժամանակահատվածում բա մեր վրա են, դա գնա իրանց հարցրա, որովհետև իրանք են հավանական է։ Ուրեմն բերման է ենթարկում տեսնում եք, բա տեսնում եք, այդպես է, որովհետև ես հայրենասեր եմ, վերադասի հրամանները ազգատավ չեմ կատարում, պաշտպանում եմ մեր ազգի շահերը, հավատք ունեմ, խիղճ ունեմ, լավ հայորդի եմ, այդպիսի մարդիկ երկրում տեղ չունեն։ Պետք է անպայման լինես տրանսգենդեր, ԼԳՏԲ-ի ներկայացուցիչ, որ արտոնյալ պայմաններում լինես։ Ուրեմն դրանք մտան ոստիկանություն, ոստիկաններին ծեծեցին ու ոչ մեկի վրա գործ չարուցվեց։ Այդ տեսեք թե իրանք ինչ մարդկանց են ուզում բերել երկիրը, ում ձեռքն է հիմա երկիրը ղեկավարվում, կառավարվում, որոնք արտոնյալ պայմաններ ում են տալիս տրանսգենդերներին եւ ես չգիտեմ մնացած անունները ամոթ եմ զգում, որ ասեմ։ Իմ տանս ամենաթանկ, ամենահարգալից տեղը
Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ Զորավար եւ հայոց մեծերը Տրտատ Թակավոր, Սուրբ Տրտատ Թակավորը, որ անունը չեն տալիս են Պապ Թակավորինը Խայդարակ։ Փաշինյանին ինչու է համեմատում Պապ Թակավոր։ Ինքը այդպես է ասում, որովհետեւ Պապ Թակավորը այլասերված է։ Գիտեք թե չէ, բացեք նայեք, պատմությունը կարդացեք, Պապ Թակավորը եղել այլասերված, ընծում իր մայրը Փարանձեմը սկսել է տեսնել, որ տղաների հետ անգողնու մեջ է եղել, սկսել է արդասվել, թե ես ինչ սովորացրեցի, դիվահար է, պատմություն կա, վերջը կարելի է կարդալ։ Եթե մարդը իրեն նմանեցնում է, նմանատիպ այլասերված, այլ ինչ ասեմ ես, ինքը ասում է, որ ես նման եմ Պապ Թակավորին։ Դե ինքը իրեն Ներսես մեծին թույնեց, Սուրբ Ներսես մեծին թույն տվեց։ Էլ ինչ ասեմ, Մուշեղ Մամիկոնյանին թիկունքից խփեց։ Այդ որ ասում է հայերն են խփես ու դե խոսում հույներն են արել, որ հույներին տավաճանեց, գնաց դեպի պարսիկների կողմը։ Ես ուղղակի բացեք պատմություն կարդացեք, ես զարմանում եմ։ Այս պատմություններն են իրանցով արել։ Բացեք կարդացեք, գրված է։ Ինչքան գիտեմ Ղազար Փարպեցի թե Փավստոս Բեզանտ, մեջը գրված է Պապ Թակավորի պատմությունը խայդարակ ձևով, ու դավաճանների շարքին է դասվում Պապ Թակավորը։ Որովհետև այնպեսի սուրբի է ինքը թույն է, որ այդ անունը մինչև այսօր մնացել է։ Պարոն Ղուկասյան, դուք մշտապես Աստծո անունն եք տալիս։ Այո, բա ում անունը տա։ Եկեղեցու դեմ ուղղորդված հակաքարոզչություն տեսնում եք իշխանության կողմից։ Միանշանակ։ Այո, եկեղեցին այսօր մեր պատմության ամենակարևոր դերակատարությունն է ունեցել հայ ազգի համար։ Բոլոր այն լուրջ հաղթանակները, որ տարել ենք, մենք եկեղեցու հետ ենք տարել։ Եկեղեցին դա ուրիշ բան է, դա Աստված, մեռնիմ Աստծո զորությանը։ Հասկանալի է, մենք պետք է պահենք, պահպանենք, բա առանց հայոց եկեղեցու ինչ ազգ։ Մեր հայ ազգը ուր գնացել է, լավ իմացեք, սա կարևոր բան է։ Ուր գնացել է, որտեղ բնակություն է հաստատել։ Ուրեմն առաջինը կառուցել է իր հոգևոր տունը եկեղեցին, երկրորդը դպրոցը։ Լավ իմացեք։ Հոգևորին ավելի շատ տեղ է տվել մեր ազգը, հետո նոր կրթությանը։ Չնայած երկուսը իրար հետ կապված են։ Պարոն Ղուկասյան, դուք թեև միշտ մշտապես ասում եք, որ որևէ մեկը չկա ձեր հետևում կանգնած, բայց ձեզ ավելի շատ ասոցացնում եք Ռոբերտ Քոչարյանի հետ, հաշվի առնելով, որ իր կառավարման ժամանակ եք եղել քաղաքապետ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք ինձ չի ընտրել, ես իրանով չեմ պաշտոն զբաղեցրել։ Ես ընտրվել եմ ժողովրդի կողմից։ Հələ ես եմ իրան պաշտպանել Գյումրի քաղաքում ընտրությունների ժամանակ։ Ես հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ տարիներով մենք իրար չենք տեսել, տարիներով, բայց ինչ որ իմ աշխատանքի ժամանակահատվածում ես դիմել եմ քաղաքի հարցերով, մենք միասին լուրջ աշխատել ենք, ինչքան էլ քաղաքապետը հզոր լինի, առանց երկրի նախագահի նա չի կարող անել են ինչ որ շատ լուրջ հարցեր, լուրջ ծրագրեր, պետք է անպայման նախագահի հետ կարողացած լինի, այո, առանց պետության։ Դրա համար ես որ իր անունը տվել եմ լոկ նրա համար, որ մենք աշխատանքային շատ լավ ուրեմն ճանապարհ ենք ապրել եւ ես տեսել եմ իր աշխատանքը, բայց խնդիրներ կա, որ պետք է հասկանամ, բաներ կա, որ չեմ հասկանում, պետք է անպայման իրեն հարցեր ունեմ, տալու հետակայում կտամ, բայց ես հիմա իր հետ ընդհանրապես կապ չունեմ, խաչն ու ավետարանը վկա, այ պրյամոյ ասում եմ։ Հիմա եթե դա Հետո ինքը ինձ այստեղ ինչով պետք է օգնի։ Ես այստեղից եմ, ես պետք է օգնեմ մի բան էլ իրանց։ Երբ դառնա քաղաքապետ, պետք է ստիպված նաև առողջություն ունենաք իշխանության հետ, որովհետև գիտենք, որ կառավարությունը սուբսիդիա է հատկացնում համայնքներին, որպեսզի գոյատևեն համայնքները։ Ինչպես եք պատկերացնում։ Դոտացիաները պարդադիր է, դրա համար խնդիր չկա, սուբսիդիաներն էլ իրենք չեն կարող չտան, որովհետև եթե ես տեսնեմ, որ Գյումրի քաղաքը այդ վիճակին է, ես ամբողջությամբ ձայն կբարձրացնեմ, խայդարակ կանեմ, թե պատկերացրեք գյումրեցիներ։ Այս մարդիկ եթե այստեղից ձայն են հավաքել, տեսեք այս կուսակցությունը ինչ վերաբերմունք է ցույց տալիս Գյումրի քաղաքի նկատմամբ, այնքան խնդիրներ կա, այնքան հարցեր ունեն, որ այդ հարցերի վերաբերյալ այդ խնդիրները լուծելու հանգիստ եղեք, ես դրա վարպետն եմ, կաշխատենք կտեսնենք։ Պարոն Ղուկասյան, նաև ընդդիմադիր համայնքապետերի Հետո չեմ հավատա, որ իրանք այդքան երկար կմնան։ վստահ եք, որ 26 թվականին Մինչև 26-ի հավանական է չասնի։ Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, ովքեր ընդդիմադիր են, բայց իշխանության հետ առնչություն չունեն, գիտեք, որ քրեական հարույցներ կան, հետապնդումներ։ Դա քաղաքության նոխազն է։ Քաղաքապետերը այսօր քաղաքության նոխազն են նախկինների եւ ներկաների։ Ամենաթույն օղակը քաղաքապետերն են դարձել, բոլորին տադի են, միլիարդները թողել են, ընկել են այս խեղճերի հետևից։ Հասկանալի է։ Հետո ես որ ինչ հայտ վախենալ, թող իրանք ինձանից վախենան, որ իմ Տերս Աստված է, եթե ինձ մի բան անեն, իրանք տասնապատիկ Աստծոց կստանան եւ այս կյանքում եւ հանդերձյալ։